մանկավարժներ, պարզապես երևանցիներ։ Այսօր իսկապես տոն է, որովհետև Հայաստանի երաժշտական ընկերության այս հյուրընկալ դահլիճում մենք հավաքվել ենք նշելու ծննդյանօր։ Նշելու գեղարվեստական դասարակության և մանկապատանեկան մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տոնիկա ազգային նվագարանների անսամբլի ծննդյան 10-ամյակը։ Սակայն մենք գործում ենք ազգային երաժշտության հիրավի իսկական վարպետների հետ, վարպետ կատարողների հետ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո գործող գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը իր շարքերում հիմնադրեց 10 տարի առաջ մեր հիանալի երաժիշտ, սամանչահար, կոմպոզիտոր, երգահան, ինչ ասեմ, աննկուն մի նվիրյալ Հովհաննես Հայրիկյանի գլխավորությամբ ազգային նվագարանների երաժիշտները գիտեք, թե ինչքան կարևոր է երաժշտության մեջ տոնիկա բառը։ Սա մեր միաձայն մեղեդիական մոնոլիկ երաժշտության մեջ այն կարևոր հնչյունն է, որն իր շուրջն է կենտրոնացնում և համախմբում մյուս բոլոր հնչյունների։ Եվ տոնիկան իսկապես մեր երաժշտական կյանքում դարձավ այս հրաշալի անսամբլը իր անվանը շատ համահունչ առաքելությամբ հանդես եկող մի նվագախումբ, որը իր շուրջը իր հարկի տակ հավաքեց մեր ազգային նվագարանների հիանալի կատարող երաժիշտ պատանիներին։ Ասել եմ, թե մեր դարերի հինավուրց պատմությունից եկող ազգային նվագարանների կատարողական արվեստը այսօր էլ շարունակում է ծաղկել, շարունակում է ապրել, շարունակում է մեզ ապրեցնել և շնորհիվ այս պատանի երաժիշտների և նրանց հոգևոր առաջնորդի Հովհաննես Հայրիկյանի Երևանի Կոմիտասիական պետական կոնսերվատորիայի շրջանավարտը իսկապես 2014 թվականի հոկտեմբերին սկսեց ձևավորել այս նվագախումբը իր հավաքելով իր հարկի տակ մի քանի երաժշտական կրթօջախների սաների։ 2015-ին այս տոնիկան իսկապես ստացավ իր պաշտոնական անունը և կարծես թե անունը դրվեց և պարոն Հայրիկյանի և այդ ժամանակվա կենտրոնի տնօրեն պարոն Սամվել Բալոյանի կողմից։ Շնորհավորում եմ նրան պարոն Բալոյանին։ Եղել են հիանալի համերգային նախագծեր, հիանալի համերգներ, ելույթներ, հաշվետու համերգներ։ Տոնիկան մի քանի անգամ ապացուցել է, որ ինքը առաջատարների դիրքերում է, քանի որ մասնակցել է Լեհաստանի Կեցե քաղաքում կայացած միջազգային փառատոնին շահել առաջին գլխավոր մրցանակը, մասնակցել է 2017-ին Art Music մեր հանրապետական կատարողական արվեստի փառատոնի նույնպես շահել գլխավոր մրցանակ, 2023 թվականին երբ Երևանում անց էր կացվում ազգային նվագարանների համույթների հանրապետական մրցույթ, որը նվիրված էր մեր մեծանուն կոմպոզիտոր 20-րդ դարի ականավոր երաժշտական հսկա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին և Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադրման 65-ամյակին, այս մրցույթ փառատոնում տոնիկան արժանացավ առաջին մրցանակին։ Ես ողջունում եմ նաև մեր Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ պարոն Դավիթ Ղազարյանին, որ մշտապես այսօր երևի խորհրդանշական է, որ ևս մի մեկ ծննդյան օր էլ կա։ Այսօր երաժշտական հանրությունը Երևանի, Հայաստանի նշում է 20-րդ դարի մեր հայկական հզոր հնգյակի անդամներից Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը։ Այնպես որ շատ հետաքրքիր օր է նշելու ծննդյան մի քանի տարի դարձել։ Եվ այսպես տոնիկա, ես ուզում եմ սիրով խոսքը բեմ հրավիրել խոսքը փոխանցել գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն պարոն Տիգրան Բալոյանին ողջույնի համար։ Համեցեք։ Բարի երեկո, Տոնիկան 10 տարեկան է, շնորհավորում եմ բոլորիս և
այս երկարուձիգ 10 տարիների ընթացքում Տոնիկան ոչ միայն ստեղծել է հայկական երաժշտություն, նրա առաքելությունները ոչ միայն հայկական երաժշտությունը տարածել եւ զարգացնել, այլ նաեւ հիմնականում մեր ինքնությունը գնահատել, ցույց տալ, զարգացնել։ Առասարակ ինքնությունը պաշտպանելու, առաջ մղելու, ապագային փոխանցելու առաքելությունը դա այս պետության հիմնական առաքելությունն է պաշտպանելու։ Եվ պետք է լինեն մարդիկ, ովքեր դրանով զբաղվեն։ Երևի բարեբախտաբար կամ ցավոք սրտի, այս առայժմ մեր պետությունը չունի այն հնարավորությունները, որպեսզի զարկ տա հայկական մշակույթի զարգացմանը։ Առասարակ մշակույթ զարգացնելը դա բավականին հանրաճույթ է։ Բայց բարեբախտաբար մենք ունենք նվիրյալներ։ Նվիրյալներ իդեմս Հովհաննես Հայրիկյանի, որ իր սերի վրա անում է հայկական ինքնությունը անցյալից բերելու, զարգացնելու եւ ապագային փոխանցելու վեր առաքելությունը։ Այն բոլոր արտիստները, որոնք նվիրվել են այդ գործին եւ առաջ են տանում։ Այն բոլոր ծնողները, ովքեր իրենցից կտրելով իրենց երեխաներին առաջ են նորում այդ գործը։ Ես մտնում եմ հատկապես այս առթով նա ծափարությունները։ Իսկ եկեք նշենք, որ Տոնիկայի Հոբելյանը դա ոչ միայն իրողություն է եւ համերգ է, դա մեր ինքնության հաղթանակն է։ Հարկ ու բաղնիք բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրվել են այս գործին, եւ ես ուրախ եմ նաեւ նշելու, որ մեզ ապագայում սպասվում է համերգներ Վրաստանում, եւ ես բարի երթ եմ մաղթում ինչպես այս համերգին, այնպես էլ Տոնիկային այդ շրջագայության ընթացքում։ Բարի երթ։ Կարևոր հյուր ունենք այսօր այստեղ, ոչ միայն հյուր, այլ նաև աջակից մեկ արձանորություն, մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, աշխուհական արվեստի մեծ ջատագով եւ զարթնվաշողական դպրոցի հիմնադիր անձնանները Սիրելի ներկաներ, միանում եմ բոլորին, շնորհավորում մեր շատ սիրելի եղբորը Հովհաննես Հայրիկյանին Տոնիկայի 10-ամյակի արդով եւ հիացմունքը արտահայտում ես երիտասարդների գոյության համար, որոնք վաղվա մեծ արվեստագետներն են լինելու։ Ես ուզում եմ իմ հարգանքը եւ շնորհակալություն հայտնել պարոն Բաբոյանին, Սամվելին, Իվանի հորը, այս գեղեցիկ նախաձեռնության համար եւ շարունակելով Տիգրան Բաբոյանի խոսքը, այո, մեր ինքնությունը մեր ամենագերխնդիրն է, գերխնդիրը։ Ես մի օր հասարակ բառերով եմ խոսելու։ Մի օր մեր գեներալների հետ նստած էինք, ասացի, եթե մենք մեր ինքնությունը կորցնենք, մենք ազգից վերածվելու ենք ժողովրդի, հավաքածուի։ Եթե մենք մեր ինքնությունը կորցնենք, մեր հայրենիքը դառնալու է տարածաշրջան, ուրեմն ինչի մենք պաշտպանելու դուք։ Բոլորը իրար նայեցին։ Եվ այսօր մեր գերխնդիրը մեր ինքնությունը պահելն է։ Աստված հարատև խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, մեր ժողովրդի պարգևի երջանիկներ եւ մեր հարավոր նվագախմբին, որի փորձերին կողքից անցնելով ու կնդիր եմ լինում հիացմունքս չափ չունի։ Շնորհավորում եմ բոլորին։ Երևի հենց այդպիսի մի գեներալ էր ժամանակին Ալեքսեյ Հեքիմյանը, որը նույնպես երևի թե ճակերտավոր տարապում էր ինքնությունը պահպանելու հիվանդությամբ եւ պատահական չէ, որ ներքին գործերի գեներալը իր ազատ ժամերին սիրում էր
երաժշտություն փորինել եւ մենք այսօր ունենք այն հոգեբարար երգերը, որոնք հեղինակել է Ալեքսեյ Գեգիմյանը։ Եվ ես սիրով եմ հրավիրում մենեցիչ Լևոն Հարությունյանին, Ալեքսեյ Գեգիմյան, ջան Այգեպան։ Որտեղ ընդգրկված են թե վոկալ և թե գործիքային ստեղծագործություններ։ Հաջորդ ստեղծագործությունը, որ կլսենք, Իրեն Խաչատրյան Ներսիսյանը, մեր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստը, անվանի քամանչահարը, եւ այստեղ ես տեսնում եմ հոգեվոր կապ նրա եւ հենց խմբի ղեկավար մեր Հովհաննես Հայրիկյանի հետ միասին, որովհետեւ Հովհաննեսը նույնպես հայրում քամանչահար է։ Հնարավորությունից երբ հիշում եմ Հովհաննեսին իբրև Երևանի Պետական Պետական կոնսերվատորիայի ուսանող, միայն դրական այսպես հիշողություններ են կապված նրա հետ եւ առավել եւս երբ հետագայում տեսա նրա աննկուն, եռանդուն, պատանեկան արյունով լի գործունեությունը։ Նայեք նրան, կարծես թե մի 16-ամյա պատանի է մեր առջև կանգնած, որ հասցնում է աշխատել Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր երաժշտական կրթօջախներում։ Սա գալիս է նրա անվերջ մեծ սիրուց, նվիրումից դեպի ազգային նվագարանների արվեստը։ Հոբջան, միշտ են ուրախացել քո հաջողություններով, միշտ հպարտացել են, որ ունեցել ենք քեզ նման այսպես փայլուն ուսանող, որն այսօր շարունակում է մեր ազգային նվագարանների պրոպագանդման, տարածելու, զարգացնելու շատ նվիրական ու ազնիվ առաքելությունը։ Եվ այս իմաստով տեսեք 14 տարեկան, երևի թե այսպիսի տարիքում է եղել Հովհաննեսը, երբ հանդես է եկել Ամադեուս հանրապետական փառատոնին,
եւ նրա ելույթը լսել է Աշուխ Իգիթը, որը տեսնելով տղայի երաժշտական բացառիկ տվյալները, նրա կատարողական արվեստը գնահատելով իր հետ տարել է Պատանի Հովիկին տարբեր համերգային ելույթների, տարբեր հյուրախաղերի եւ ի վերջո իսկական Աշուղի, այսպես վարպետ Աշուղի մեծահոգությամբ, ազնվությամբ իր գործիքը փոխանցել է Հովհաննես Հայրիկյանին եւ նրան անվանել Աշուղ Հովեր։ Բազմազան է Հովհաննես Հայրիկյանի աշխատանքային գործունեության շրջանակը։ Սպիտակի երաժշտական դպրոց, Երևանի Իսկափոր Կուշնարյանի անվան երաժշտական դպրոց, Արարատ քաղաքի Ղազարով Սարյանի անվան արվեստի դպրոց, Երևանի Արտուր Բաբաջանյանի անվան պետական երաժշտամարտավարժական քոլեջ, որտեղ նա ղեկավարում է կրկին ժողովուրդ, բոլոր այս դպրոցներում նա ղեկավարում է ժողովրդիկների նվագարանների անսամբլներ, նվագախմբեր եւ ամենուրեք հասցնում է այսպես մինչև վերջ տրվել իր սիրելի գործին եւ ասում են, որ լավ ուսուցիչը նա է, որ ոչ միայն նա է, որ սիրում է իր աշխատանքը, այլ ավելի լավ ուսուցիչ է, որ սիրում է իր աշխատանքը եւ ուսաներին եւ այս դեպքում կարծես թե Հովհաննեսը հենց այն ազատությունն է, որ սիրում է եւ իր գործը, եւ իր աշխատանքը, եւ իր սաներին, եւ իր մասնագիտությունը, եւ այն անսահման սիրո արտահայտությունն է, որ այսօր բերում ունենք այսպիսի շուրջ 4 տասնյակից կազմված մի հրաշալի նվագախումբ պատանիներ, որոնք թողած թվային տեխնոլոգիաների այսօրվա առօրյան գալիս են մանկապատանեկան կենտրոն, գալիս են սովորելու, ճանաչելու, ինչպես Պարոն Բաղարյանն ասեց, մեր ազգային ինքնությունը եւ իրենց հետ կանելու, փոխանցելու սերունդներին հիրավիճ, նվիրական, շնորհակալ գործ։ Ես կրկին շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ, որ նորից ստապարտենք մեր Պարոն Հայրիկյանին։ Սիսյանի Զանգեզուրի պարը մեր բաղախմբի կատարմամբ։
Աղի Մնելչուհի Մարիամ Նանդազիկյանին, Խաչատուր Ավետիսյան, Կարոտ։ Բարեկամներ, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր եւ ես իրոք շնորհավորանքի խոսքը հնչեցնելու համար մեմ եմ հրավիրում մեր հարգարժան Աշոտ Ասկանուշին։ Համեցեք Տիկին Ասկանուշ։ Բարի օր, հարգարժան հայրենակիցներ, այսօր ազգային տոն է մեզ համար, ազգային մշակույթի տոն է, ցնծում են մեր հոգիները, բեմում ազգային արվեստ է, ազգային երգ է, ազգային երաժշտարվեստ է, այն է հաղթում բեմում, միշտ ասել եմ, երբ որ խոսում եմ տոնիկայի մասին, հիշում եմ մեծ տոնիտասի խոսքը, բարակապակցություն, հայ հույնը, Աշոտ Հովերին, երաժիշտ, խմբավար, կոմպոզիտոր, երգահան, կանանչահար, Հովհաննես Հայրիկյանին են գլխեն ծանոթ են։ Շնորհակալությունս եմ հայտնում մեծարգո Թովմաս Պողոսյանին, որովհետև Ջիվանու անվան աշխուհական դպրոցում ես առիթ ունեցա ծանոթանալ մեծ երաժիշտ։ Այո, Աշոտ Հովերի ծափահարը, մեծ երաժիշտ։ Հայ Աշոտ Հովեր անսամբլ, Հավասի անսամբլ, մինչև
Հայաստանի ազգային նվագանի պետական նվագախումբ որն ասեմ, երաժշտական դպրոցներ, երաժշտական քոլեջներ, որն ասեմ Աշուխով էր եւ Աշուխի գիտի սան, այո, հենց այնպես չէր նվերի ձեզ Աշուխի գիտի իր կամանչան, իս սրտի նվագարանը, եկեք ողջունենք մեծագոտյակ Բալոյաններին Սամվել եւ Տիգրան Բալոյաններին, ողջույն ձեզ, մեծ հայեր։ Մեծ միշտ ներբողներ են հղել տոնիկ անսամբլին, այսօր էլ են հղելու և միշտ ասել են, որ բոլոր նվագախմբերը, որ ղեկավարվում են Հովհաննես Հայրիկյան Աշուխովի կողմից, միշտ արժանին հաղթերքերի, նրանք ապահովում են իրենց հաղթանակների շարունակականությունը, թե հայոց մեծ բեմում և աշխարհի բոլոր մեծ բեմահարթակներում։ Եվ այսպես տոնիկան 10 տարեկան է, տոնիկան 10 տարեկան է, ակրոստիկոզում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, գեղարվեստական դաստիարակության, մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տոնիկա ժողովրդական նվագարանների անսամբլին, գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հայրիկյան Աշուխով էր, հիմնադրման 10-ամյակի արդիվ։ Տոն ես դու ցնծում, միշվար, հայահունչ, ով մեր տոնիկա, հզոր, փարահեղ, նորից է ցնծում զարվար, համահունչ, իսկական երկը, անշփոթ, անշեղ, կրակ ու բոցես, բեմիշիկ է զար, Աշուխովերի սիրտն ես ու հոգին, նարոտ գույներով բացվիր հայոց վարդ, էշվով պանծացրու հայ ազգի ոգին, Աշուխ Ասղանուշ, Երևան 12 մայիսի 2025 թվական։ Ծրագիրը եւ լսում ենք մեր ազգային երաժշտարվեստի դրկին այսպես երաժշտավորներից մեկի Սարգիս Գասպարյանի Պարային սյուիտը։ Ես չգիտեմ արդյոք դրանիճում է պարոն Գասպարյանը, չէ, կարծես։ Լավ, ուրեմն Սարգիս Գասպարյան Պարային սյուիտ կատարում է տոնիկա ազգային նվագարանների անսամբլը։
մշակույթի անկախտելի մասը աշուղական երգերն են։ Եվ իհարկե շատ սիրված աշուղները, հատկապես աշուղ Շերամը, որն իրանունը ստացել է իր մետաքսանման ձայնի շնորհիվ։ Եվ մենք այժմ լսում ենք աշուղ Շերամի հրաշալի երգերից մեկը՝ Սարեկ Կաղաչյան, ելույթներում Վարդան Քարամյանը, դիմավորենք։ Բայց
Հովհաննես Հայրիկյանը ստեղծագործող եւ մտածող մարդ է։ Միշտ այսպես, պիտի ասեմ, կրեատիվ ռուսերեն բառով, հա, որովհետեւ եթե փնտրեք նրան մեր սոցցանցերում, ապա պիտի գտնեք շատ հետաքրքիր անվան տակ։ Իվան Ատյեցով, որովհետեւ Հովհաննեսը դա Իվանն է, Հայրիկյանը Ատյեցով։ Սա իմիջայնոց։ Բայց ինչն եմ ես գնահատում Հովիկի մեջ, որ նա ամեն ինչին մոտենում է իսկապես ստեղծագործաբար եւ տոնիկայի նվագացանքը շատ հարուստ է այս իմաստով, եւ ժողովրդական մեղեդիներ, եւ աշխուհական, եւ մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, եւ այն հեղինակների երգահանների գործեր, ովքեր երկար տարիներ աշխատել են մեր ազգային բաղարանների կատարողական այս ասպարեզում։ Եվ հիմա մենք պետք է լսենք անվանի քավանչահար Մարտին Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը՝ Կատակ-պարը, որը անսամբլի համար փոխադրել է հենց ինքը մեր անսամբլի գեղարվեստական ղեկավարը Հովհաննես Հայրիկյանը։ Մարտին Խաչատրյան, Կատակ-պար։ Մեր հաջորդ համերգային ծրագրի հաջորդ համարը կապվում է մի կոմպոզիտորի հետ, որն այս մեր օրերում ապրում է բնակվում Ամերիկայում, սակայն նա հայտնի էր այստեղ Հայաստանում Կոնստանտին Պետրոսյանը իր շատ սիրելի այսպես էստրադային երգերով, եւ գիտենք, որ նա բազմաթիվ եւ վոկալ գործիքային տարբեր ստեղծագործությունների հեղինակ է եւ բնակության վայրը փոխելով, տեղափոխվելով Միացյալ Նահանգներ, նա այնտեղ նույնպես շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը, կազմակերպելով տարբեր համերգային երեկոներ, Ադամ Խաչատրյանին նվիրված, այսպես համերգային ծննդյան Հոբելյանին նվիրված տարբեր երաժշտական նախագծեր, եւ գիտենք, որ շատ սիրելի երգերից մեկը նվիրված է մեր հայրենիքին, Հայաստանի, Կոնստանտին Պետրոսյան, Հայաստան։ Այս երգը հնչում է անսամբլի մեներքիչ Արթուր Նացականյանի կատարմամբ։
այս գեղեցիկ համոզի 10-ամյակը։ Շնորհավոր։ Դոդոնիկ անսամբլը ներկայացնում է Սարգիս Գասպարյանի ստեղծագործություններից մեկը Լորվա Պարերի շարան, տեղափոխվում ենք Լորի։
շորորա։ Մեր ներկում են Մարիաննա Նազիկյանը և Վարդան Քարամյանը։ Երաժշտական հնչյունների խաղճանը շարունակում է և մենք լսում ենք Խաչատուր Ներսիսյանի խնջույքի երկու պարը։
երանիթ է։ Մեր հավանի կոմպոզիտորի այս շատ գեղեցիկ երգը հնչում է մեր ժողովրդական երգերի հիանալի կատարող Էդգար Ավետիսյանի կատարմամբ։ Զիվավորենք Էդգար Ավետիսյան։ Շնորհակալություն։ Տոնիկան մեզ տանում է Հայաստանի վայոց ձորի մարզ, որովհետև լսում ենք Խաչատուր Ներսիսյանի Երևանաձորի պարը։
եւ եւս մեկ ստեղծագործություն նվիրված մեր հրաշք Հայաստան աշխարհին։ Խաչատուր Ներսիսյան, Երկիր Հայաստան։ Մեներքում է երկիչ երգահան Հրանտ Մուրադյանը։ Շնորհակալություն Հրանտ Մուրադյանին։ Մեր տոնական տրամադրությունը շարունակում է եւ միջ հաջորդ ստեղծագործությունը ներկայացնելը ուզենայի հիշեցնել բոլորիս մեր մեծ վարդապետի խոսքերը, որն ասում էր լավ ուսուցիչը նա է, որ պետք է իջնի մինչև երեխայի մակարդակը, նրան վերցնի իր հետ եւ իր հետ միասին բարձրացնի։ Ես կարծում եմ, որ Հովհաննես Հայրիկյանի պարագայում նա կարողանում է
իրապետել երեխաների, պատանիների, սրտի գաղտնիքների, որովհետև այսքան պատանու հավաքել, համոզել, որ նրանք այսպիսի միասնական, միահամուռ ուժերով հանդես կան, դա պատկերացրեք դաշնակիր աշխատանք է, բազում օրեր, ամիսներ, շաբաթներ, քրտնաջան աշխատանք, յուրաքանչյուրի հետ սովորել իր նվագամասը, միացնել, այս ամեն ինչը իսկապես ահռելի դաշնակիր աշխատանք է, որ Հովհաննեսը կատարում է շատ մեծ սիրով եւ պատահական չէ, որ նրա գործունեությունը տարբեր դպրոցներում, տարբեր տարիների արժանացել է ամենատարբեր պատվոգների, շնորհակալագրերի, տարբեր մարզպետների, քաղաքապետների, տարբեր ղեկավար կազմակերպությունների կողմից եւ ես ուզում եմ այդ իմաստով առանձնացնել հատկապես մշակույթի նախարարության պատվոգիրը, որին արժանացել է մանկապատանեկան դասերակցության գործում ունեցած իր ավանդի համար 2014-ին դեռևս եւ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է երախտագիտության մեդալի Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարության արդիվ։ Սակայն այդ պարգևները ընդհանրեն աշխատանքային գործունեության մի մասն են։ Այն միշտ հագնված է դրանց տակ, իսկապես պատկերացնում են ծնողները, պատկերացնում են երեխաները եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլոր այս պատանիներին, որոնք իրենց ժամանակի շատ կարևոր մասը տրամադրում են այս շատ ազնիվ նվիրական գործին։ Կեցեք, որ դուք եք այսպես առաջ տանում մեր ազգային նվագարանների, ազգային կատարողական արվեստը եւ անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն կտրեք պետական գործունեության մեջ, սա ձեր լավագույն կյանքի լավագույն տարիներն են, լավագույն հիշողությունները, որ կապված են մեր ազգային երաժշտարվեստի հետ։ Եվ մենք լսում ենք Ռոբերտ Պետրոսյանի տոնական ստեղծագործությունը։ Ելույթ է ունենում Տոնիկա անսամբլը։
մեծակով ինքած սիրելի Հովհաննես Հայրիկյան։ Գրքի շնորհավորում ենք ձեր տասնամյակը եւ թող ձեր հետագա տասնամյակները լինեն ստեղծագործական վերելքների տարիներ։ Թող հնչեղ ապագան միշտ ուղեկցի ձեզ եւ մենք տարբեր բեմահարթակներից լսենք տոնիկա ազգային նվագարանների ժողովրդական այս գործիքների հրաշալի համույթի ելույթները։ Սայաթոման ասում էր ամեն սազի մեջ ընկոված դու ոնց է քաման սազ դես քամանչան այո եւ հիմա հաճելի անակնկալում ենք քամանչան բերել բեմահարթակ ռուսը կասել քամանչու ստուդիո Էդգար Հովհաննիսյան Սարդարապատ և Աշոտսացյան, Ես իմ անուշ Հայաստանի, Հրանտ Մուրադյան, Մարիաննա Նազիկյան, Արթուր Նացականյան, Էդգար Ավետիսյան և Վարդան Քարամյան, բեմահարթակում է տոնիկա ազգային նվագարանների անսամբլը և արվեստական ղեկավար Հովհաննես Հայրիկյան։ Papi, mia,
Ինչպես անհաս հարքի ճամփա ես իմ մասիս սառնեմ ինչպես անհաս հարքի ճամփա ես իմ մասիս սառնեմ Շնորհակալություն հայտնենք նաև անպայման մեր հայկական երաժշտարվեստի լավագույն գիտակ և ներկայացնող Նոնա Ոսկանյանին շնորհակալություն բոլորի որ եկաք, շնորհակալություն աշկահաշմին, շնորհակալություն իմ արդուր Մնացականյանին, սա իմն է։ Ես բոլորը իմն է, ես այսպիսի բանակ ես ունեմ 1350 երեխա, որոնցից 550-ը սահմանանոց երեխա։ Լավն է, շնորհակալություն որովհետև շիրեք մեր հարավերիքը, շիրեք մեր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Սամվել Բալոյան Մեր տոնիկա անսամբլը, շնորհավոր, ցտեսություն ու գիտեսություն մինչ նոր համերներ սիրելի դրանց